Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 1-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Այս հիանալի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երեխաներին, ովքեր որ չունեն, թող երեխաներ ունենան, որպեսզի իմանան ինչ է դա։ Նաև իմ երեխայի գլխավորությամբ եւս բոլորին շնորհավորում եմ, թող ձեր երեխաները լինեն երջանիկ, անհոգ, ապրեն խաղաղ երկրում, ճիշտ երկրում ամենակարևորը ճիշտ դասավորված, ճիշտ դաստիարակություն եւ գիտելիք ստացած երկրում։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս հրաշք օրը, այս կարևոր օրը բոլորիս համար։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունիսի 1-ին։ Հարգելի առնետներ, հետո աշխատանքի վերաբերյալ կխոսեք, աշխատանքի մասին կխոսեք, միգուցե ընդունվեք աշխատանքի, նաև ովքեր որ փնտրում են աշխատանք, նաև հանդիպում, շփում վարչապետական աշխատողի հետ, հաճախորդներ շատ կունենաք, շատ զրույցներ կունենաք հաճախորդների հետ, պատվերներ կգրանցեք, նաև այդ օրը հանկարծակի լուր կլսեք անսպասելի եւ գորգռում եք, ինչ-որ մեկի վրա եք գորգռում, ինչ-որ բանի համար եք գորգռում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 1-ին։ Քարտերը չեն ուզում պատասխանել։ Շատ են հանգստացել։ Գնանք մյուս քարտերով, որովհետև չեն ուզում ցույց տալ։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 1-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերը։ Այդ օրը հաջողություն ունեք, յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք, նաև հրավերք, ոչ առիթի, կամ դուք եք հրավիրելու, կամ ձեզ են հրավիրելու առիթի, հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, սուտ կա, բայց որից կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, ինչ-որ մեկը կարող ինչ-որ բան է ասել, բայց չի արել, նաև գումարի մասին այստեղ, գումար կամ կխոսեք գումարի թեմայով, կամ կվճարեք, կամ կծախսեք գումար, կամ միգուցե ծախսել են, չեն ասել, հետո եք իմանում։ Այսքանը նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 1-ին։ Քարտերը չեն ուզում այսօր խոսեն։ Որ չեն ուզում խոսել, այս մեկով ևս էլի կանեմ։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 1-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, նաև միգուցե այցելում եք նման կենտրոն, միգուցե անալիզներ եք հանձնում, դա ևս այստեղ ցույց է տալիս, որ ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, կամ կարողանալու եք մտնել բժշկի մոտ, կամ ինչ-որ հարցեր են, որոնք որ միգուցե առողջության հետ է կապված, կարողանում եք հաղթահարել, հարթել ամեն ինչ։ Ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի։ Եվ երեխաների հետ կապված հարցեր կան, միգուցե ծննդաբերություն է, միգուցե տակ գնում եք իմանում եք, որ հղի եք, կամ դեր երեխաները կարող են գալ, թոռները կարող են գալ ձեր տուն, ընտանեկան կյանքով շատ զբաղվեք, ընտանիքի հետ անցկացնեք օրը, իրենց մոտ ավելի շատ լինեք, քան դրսում, քան աշխատանքի վայրում։ Եվ նաև հղիություն, ծննդաբերություն այստեղ ևս, բժիշկը այստեղ ևս ցույց է տալիս, որ կարող այցելում եք այնտեղ եւ այստեղ արդեն թեթև ծննդաբերություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունիսի 1-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի, կամ սկսվում է ամեն ամսվա ցիկլ, կամ նաեւ վերջանում է դա։ Հեռախոսազանգ ունեք, հանկարծակի լուր, ինչ-որ մեկ այդ կողակ վիճել, նաև ոմանք է տուն մաքրեն, գումար կծախսեք, գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք, գումար կվճարեք ինչ-որ բանի համար եւ հույսով լցված եք, հույսով սպասում եք կամ հույս նետել եք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Փոխեմ քարտերը։ Գնայինք վիշապներին։ Հուսով եմ քարտերը ցույց կտան, որովհետև երկու անգամ մերժեցին։ Ինչ է սպասվում վիշապներին հունիսի 1-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, վեճ ունեք, վիճելու եք, կարող զսպել ձեզ, արդեն տեղեկացված եք, սեղանի շուրջ եք նստելու, հեռախոսազանգ ունեք, նաև տան հետ կապված որոշ հարցեր են, միգուցե առիթ է, միգուցե տեղափոխվում եք, կամ մեկ այլ հարց է, վերանորոգում եք սկսում եւ այլն, կամ հյուրեր եք ընդունում տանը։ Նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանին եւ լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը բարձրացնի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերի։ Ինչ է սպասվում օձերին հունիսի 1-ին։ Քարտերը չեն ուզում պատասխանել։ Ես էլ իրանց չեմ ստիպի։ Վայրորդ անգամ եմ։ Ես էլ չեմ ստիպի, գնայինք արդեն այս մյուս քարտերով շարունակությունը։ Ինչ է սպասվում օձերին հունիսի 1-ին։
Հարգելի օծեր, այդ օրը ոմանք սիրո խոստովանություն կանեն, սիրո խոստովանություն կստանաք, նաև դες սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, ոնց որ թեժ սեր է, հա, այդպես թեժ սիրահարվածություն, նման վայցապահեր։ Գումար կստանաք այդ օրը տան հետ կապված որ թե հարցեր կան, որոնք որ կլուծեք, կփորձեք լուծել այդ օրը նաև հնարավոր է առիթը ձեր տանը կամ պետք է գնաք այդ առիթին, հյուրեր կընդունեք, ոչ հետո հաճ պահեր կան օրվա ընթացքում և ուրախ կլինեք մյուս կողմից էլ, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այդտեղ կարծես թե նորությունն էլ կար, հնարավոր է, այստեղ բաց եմ թողել, եթե տեսել ուրեմն նորություն կլսեք։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հունիսի 1-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ինչ-որ խառը օր է, այստեղ օծեր կան, բամբասանք, չարխոսակցություններ, չար մարդիկ, ձեզ կարող են տխրեցնել իրենց խոսքով, նաև կարող եք հիասթափվել այդ տվյալ մարդուց, ոչ իրադարձություններ ունեք, որոնք ոչես հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաև դա կարող է կապված է ավարտվում է կամ նոր է սկսվում ինչ-որ նման պրոցես։ Հուզվում եք, միգուցե նաև արտասվում եք այդ օրը, գումար կստանաք, նվեր կգնեք, ոչ է մեկին կամ դուք նվեր կստանաք, հանդիպում, շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, և այստեղ տհաճ պահեր կան, որոնք որ ձեզ կարող են ցավ տալ։ Ինչ-որ խառը օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունիսի 1-ին։
Հարգելի այծեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև ոմանք կխոսեն աշխատանքից, աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կլինեն, ոմանք կընդունվեն աշխատանքի կամ շատ աշխատանք ունենան, հանդիպում պետական աշխատողի հետ, նաև նա կաղայնել հաճախորդներն են, ում հետ կխոսեք, կշփվեք այդ օրը, պատվերներ կընդունեք, և դե կա հեռախոսազանգով, այդպես խոսում եք այդ մասին, նաև պայմանավորվածություն ունեք, ժամ այստեղ կամ այդ օրը կպայմանավորեք կամ արդեն պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, հիվանդության հետ կապված հարցեր են այստեղ կամ բժշկության հետ կապված կամ սա նաև զգուշացնում է, ուշադիր եղեք, չհիվանդանաք կամ այցելելու եք նման կենտրոն բժշկական, ինչ-որ մեկը հիվանդ է, պարկած է, նաև ոմանց սերկ խոստովան են, դուք սերկ խոստովան եք, շատ սեր կստանաք, ձեզ սիրված կզգաք, միգուցե հարազատների շրջապատում եք գտնվում, գումար կստանաք, նվեր նույնպես, կամ դուք եք տալու կամ ձեզ կտան նվեր, և տատանվում եք ծանրու թեթևեկանում, միգուցե նվերը գնելու հարցում եք, կամ մեկ այլ հարց է, որը ձեզ տանջում է ծանրու թեթևեկանում, և կամ տուն եք մաքրելու այդ օրը, կամ ինչ-որ մեկ հետ կվիճեք վերջում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունիսի 1-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, դա երեխաների օրն է անկապ, երեխաներին տանել ինչ-որ միտեղ, թոռներին տանել ինչ-որ միտեղ, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ և իրենց հետ ձեզ շատ լավ կզգաք։ Հանկարծակի լուր կլսեք այդ օրը, բայց կարծես թե սուտ է այդ լուրը, կամ սուտն եք իմանալու, կամ ինչ-որ լսեք այդ օրը սուտ է դա։ Նաև հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ընկերոջը կհանդիպեք, կխոսեք, գործերը կանեք կավարտեք այդ օրը, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, բայց ինչ-որ մի բան կամ ձեզ հիասթափեցնում է, կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, կամ ինչ-որ բանից։ Եվ այստեղ նաև կա բաժանում, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ կամ բաժանվել, ձեզ դուր չի գալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հունիսի 1-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, ինչ-որ գործերին վերջնակետ կդնեք, վերջնական որոշում կկայացնեք, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կայցելեք նման կենտրոն, հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, հաղթանակը ձեր օգտին է լինելու, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրոխոստովանություն անել կամ ստանալ սիրոխոստովանություն, ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, երջանիկ կլինեք, նաև ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, եւ ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունիսի 1-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը տհաճ պահեր կան եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, գումար կծախսեք, գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք, նաեւ ինչ որ բան կարող վճարել։ Եվ հանդիպում ունեք ինչ որ մեկի հետ։ Նաև ոչ մի բան է կարող կանգնած է, դեռ չկա, դեռ առաջ չի շարժում, դրա համար է ձեզ համար տհաճ։ Ինչ որ տհաճ պահեր են, որ կանգնած է, չի շարժվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնենք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունիսի 1-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը գումար կծախսեք, գումարի մասին կխոսեք, գումար կվճարեք, նաև արժեքի մասին կարող խոսել, և գումար եք նաև ստանալու կարող ստանում եք և անմիջապես ծախսում այդ գումարը։ Հաջողություն ունեք յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր հարցում, նաև ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ կլուծեք, միգուցե նաև աշխատավարձ եք ստանում, կարող դա չտալիս, աշխատանքի հետ է կապված այդ գումարը, որ գալիս է։ Ոմանք պետական հիմնարկության աշխատողի կհանդիպեն, ոմանք նաև հաճախորդների հետ կխոսեք, կհանդիպեք, այդտեղ վիճելու եք ինչ-որ մեկի հետ և կարող եք նաև արտասվել։ Կամ տուն եք մաքրում այդ օրը և հուզված գնում եք ժամադրության, սիրային ժամադրության։ Ոմանք էլ հուզվում են, որովհետև իրենց հարազատ մարդկանց են տեսնում, այդպես կարող է պայմանավորվում եք և հետո հուզված գնում եք հանդիպելու, կարող վաղուց չեք տեսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։